Սիրելի եղբայրներ եւ քույրեր, կցավի որ անցյալ 5 շաբթի չգրծած էր հետելալ, որովհետեւ ասկայն առաջնորդանի իրենց փոխանական ժողովի ավարտին, թե մեզ ներսարայելու համար երրորդ անգամ առաջնորդ ընդգուտենես ամիջապես հետ մեկնեցա հրոմ, միանալու շքախումբին մեծիդան անգելիկիո գաթորգոսության քաղաքալ նորի սուպ օծություն դեր արամ առաջին գաթորգոսին, որի պաշտոնական այցով պիտի շնորհավորեր Լևոն 14-րդ պապի քաղաքալությունը։ Իրավ է որ տարիმა անցած էր Սրբազան բաբի ընդգուտենեն ու քաղաքալութենեն, սակայն զույգ հոգևոր բեդիուզանլա փերնված ժամանակացույցին, ինչպես նաև միջին արևելքի մեջ տիրող ներկա քաղաքական վերևայումներով պատճառով հաբարած, սակայն անժամանցելի հանդիպումը օգտափեր եղավ Քրիստոսի մարմնին սուրբ եկեղեցու առավել բայզարացման համար։ Վստահ եմ, որ ցեզ մեջ շատեր արդի լրատվության ընսերած փայլիկների միջոցով քայլ առ քայլ հետևեցան պատմական այս այցին, որ ներառեց անձնական թե հավաքական հանդիպումներ Սրբազան բաբին հետ, ինչպես նաև կարդինալ Փարոլինի Վատիկանի արտաքին խորհրդանախարար, կարդինալ Քոխի նախագահ քրիստոնեական միության բաժանմունքի, կարդինալ Քուվակադի ադենաբեդ միջկրոնական երկխոսության բաժանմունքի եւ կարդինալ Կուջերոթի հետ ադենաբեդ արևելյան կաթոլիկ եկեղեցիներու բաժանմունքի։ Վեապարհայրը նաև դասախոսեց Pontifical Oriental Institute-ի մեջ, թղթակիցներու հետ հանդիպում ունեցավ Ռադիո Վատիկանայի մեջ եւ այցելեց Լևոնյան աստվածապանական վարժարանը, ու թիմավորվեցավ հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդի եւ վարժարանի դեսուչին եւ ուսանողության կողմը։ Լևոն բաբի կողմը արամ կաթոլիկոսի ընձայված մեծարանքը պատվափեր եւ յուրահատուկ էր։ Արդարև Վատիկանի մեջ իրար հանդիպել է 6 ամիս առաջ զույգ հոգևոր բեդերը իրար զանոթացած էին Լիբանանի մեջ, երբ Լևոն բաբը հովվապետական իր առաջին միջազգային այցելությունը կատարած էր Լիբանան։ Այս երկրորդ հանդիպումով երկու եկեղեցիները քրիստոնեական շարախով միացնող կապը, որ կյանք առած էր 1962-ի Վատիկանի երկրորդ ժողովի ետքը առավել եւս ամրացավ։ Ուշագրավ էր այն երևույթը, որ նորից Սրբազան բաբը եւ փաստացիական այլ հոգեվորականներ լուսացագիտակ փերին մեծիդան անգլիկո կաթոլիկոսության թերագադարությունը, անդրադառնալով 1967 թվականին հոգելույս խորեն առաջին կաթոլիկոսի Վատիկան այցելության, որ գնեսակի մեջ առաջինն էր կատարված ուղղափառ եկեղեցիներու ընտանիքին պատկանող հոգևոր պետի կողմը։ Ծավալուն հայրակող պատմական այս այցելությունը օգնություն եղավ երկու աթոռների միջև փոխզապսության նոր հորիզոններ փանալով իբար սամնագալ աստուծո մեր երկնավոր հոր, որ հայտնվեցավ իր միածինով եւ գկողձեց սուրբ հոգիի միջոցով։ Այո, սիրելի եղբայրներ եւ քույրեր, պետականության հետ հայ եկեղեցին մեր գոյության գրավականն է, որ կպահպանի մեր հայ քրիստոնեայի ինքնությունը, ինչպես նաեւ աշխարհի կներկայացնե մեր թարավոր ստեղծագործ ոգին եւ թրական ներդրումը մարդկության մեծ ընտանիքի հարստացման համար։ Ուստի միշտ իրախտաբար կլանք նախախնամության ու կատարության, որ մեզ գարաչնորդ է թարեթար, իսկ մեր գարքին ամբողջական հանձնարարությամբ զորավիկ կանգնենք հայ եկեղեցու առաքելության եկեղեցիմը, որ Փարեգոտ Աստուծո քերակույն բարգևն է հավերժափար Արարատի ժողովրդին։